Դուք ինչ հետաքրքիր պատկերացումներ կամ ծրագրեր ունեք Երևանի հետ կապված։ Շնորհակալություն։ Երևանի մասին խոսալուց երևի առաջերտին այդ խցանումներն է մտքիդ գալիս։ Եթե դու օրը պետք է 2 ժամ, 2.5 ժամ անցկացնես խցանումների մեջ, քաղաք պրոբլեմային է դառնում յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ուրեմն այս հարցը առաջնային եմ համարում Երևանի համար։ Երևանը պետք է ունենա նաև այսպես հին Երևանի հատվածը։ Այն ժամանակ եւս հատուկ հատկացրեցիք մի հատված, որը պետք է հին Երևան լիներ, բայց ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը ասես չքայլեց։ Ինչ որ կիսատ պրատ, ինչ որ բաներ արվեց, կարծում եմ սա այն դեպքն է, որ պետք է անել։ Այդ հին քաղաքի հատվածը մենք պետք է ստեղծենք։ Քաղաքին ոնց որ դա է պակաս։ Մի շենք կար, երևի դուք չեք հիշում կամ միգուցե, չգիտեմ, նկարների վրա տեսել եք, Կուկուռուզ էր անվանում։ Հա, հիշում եք այդ շենքը։ Որոշակի սիմվոլիկ բան ուներ, նշանակություն ուներ Երևանի համար, ուղղակի երկրաշարժից հետո այնպիսի վթարային վիճակում էր, որ պարզվեց, որ ներդրողը հնարավորություն չուներ որևէ կերպ այդ շենքը վերականգնել։ Հենց տակից միջև վերև ճաք էր ուղղակի։ Մեջ ճաք էր եւ շենքի ամրացումը բավական պրոբլեմային էր։ Այն ժամանակ շենքը քանդվեց, տեղը ուրիշ բան պետք է կառուցվեր, նմանատիպ կարելի էր այստեղ մի շատ սիրուն պրոյեկտ ուղղակի ունենալ։ Այսա կցանկանայի տեսնել։ Եթե ձեզնից մեկը մեքենա վարում է, ովքեր իմ ընկերներից վարում են, շատ ավելի նյարդային են, քան նրանք, ովքեր չեն վարում, որովհետև հանդիպման ժամանակին հասնում են հանդիպման, 40 րոպե կայանատեղի են ման գալիս։ Կայանատեղիներ են պետք։ Ու այս կարմիր գծերը անդադ թանկացնելով այդ չի լուծումը։ Կայանատեղիներ կառուցել, բազմահարկ, վերգետնյա, ստորգետնյա։ Ու այս կարմիր գծերի այս անտրամաբանական թանկացումները հետ գնալ, նորմալ տրամաբանական օրինական գին սահմանել, բայց դրա համար մարդկանց տալ տեղ կանգնելու։ Այսինքն կայանատեղիների հարցը հաջորդը։ Տրանսպորտի հարցը, որ 50%-ով թանկացավ ու սովորական երևանցու բյուջեն հիմա 50%-ով ավելի շատ գնում է տրանսպորտի վրա։ Հետ բերել 100 դրամը մետրոյի ցանցի ընդլայնում։ Մեր քաղաքը կարա մետրո ունենա, այլ էս միագծից բաց մի քանի կանգար ավելանա, բայց դրա համար պետքա թիմ, ով կարողանում է մեծ նախագծեր իրականացնել։ Մայիսի սկզբին մենք ունենք Երևանի ներկայացում, հուսամ ձեզ կտեսնեմ, ովքեր հետաքրքրված են, որովհետև իսկապես շատ լուրջ ուշադրություն ենք դարձրել հենց Երևանի հիմնահարցերին։ Հիմա շատ մարդիկ կան, որոնք որ իրենց տաներում օդի այդ չափիչ սարքերն են դրել։ Երևան քաղաքը դարձել է աղտոտված օդի աղտոտվածությամբ ամենաբարձր նիշ ունեցող քաղաքներից մեկը եւ դա նաեւ կախված է Նուբարաշենի աղբանոցից, էլի շատ ու շատ պրոյեկտներ ունենք, ծրագրեր ունենք, որ հուսով եմ, որ մեր իշխանության գալու պարագայում այդ ամեն ինչը իրականություն կդառնա, նաեւ ջրի խնդիրը կա, այս նախընտրական փուլում փորձեցին լղոզել, բայց վիոլա ջուրը գրաֆիկ էր սահմանել, որ ժամով էին ջուր տալու Երևան քաղաքին, այս նախընտրական փուլում փորձեցին դա լղոզեն բանանեն, բայց չի ստացվում, ես նոր-նորքի առաջի զանգվածում եմ ապրում, սուտկաներով ջուր չի լինում, որտեղ հայտարարակ վիճակ է, այսինքն ոչ նորմալ պլանավորման, ոչ նորմալ աշխատանք կա, ոչ պլանավորում կա, շնորհակալ եմ։ Մենք ծրագրում դրույթ ունենք այդ հարցի վերաբերյալ, բայց դա ավելի խորքային է հետևյալ իմաստով։ Ընդհանրապես Երևան քաղաքում, եթե մեծ ծավալի շինարարություն կա, այդ շինարարության ծավալները, թույլտվությունները, այդ ամբողջ աշխատանքը պետք է սինխրոնիզացվի նույն վիոլա ջրի հետ, սինխրոնիզացվի բաշխիչ ցանցերի հետ։ Եթե մինտեղ կար 5 շենք եւ կառուցում ես լրացուցիչ 10 շենք, պետք է այս 10 շենքը ի վիճակի լինեն միանալ բաշխիչ ցանցին, միանան գոյուղուն, միանան ջրամատակարարման համակարգին եւ սա զուգահեռ պետք է արվի։